Վերադարձանք եւ փաստորեն այսպեսին է եղանակային պայմանները, իսկ հիմա նաեւ նրա մասին ինչի մասին համարյա խոսեցինք, որտեվ պարզել են, որ այս տարվա մայիս ամիսը եղել է ամենաշոկ երկրորդ ամիսը ամբողջ, այսպես ասած, օդերևութաբարի պատմության մեջ։ Օդերևութաբանական կենտրոնից, այո, Կոպերնիկուսից պարզել են, որ այդպես է։ Անցնենք առաջ, նաև խոսենք Երևանում հունիսի 4-ից 10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Առավել մտահոգիչ են տվյալների այն փաստը, որ կոնկրետ ավելի վատ իրավիճակ է եղել նոր վարչական շրջանում, որը որ կարծես թե ամենականաչն է։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հատկապես կենտրոնում, ինչպես նշեցի Նոր-Նորքում եւ Շենգավիթում։ ՑԾՄԲ-ի երկօքսիդի պարունակությունը սակայն չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան որևէ վարչական շրջանում տվյալները հիդրոօդերևութաբանական եւ մոնիտորինգի կենտրոնից են մեզ հայտնում։ Այդ բառը եւ երբ որ ես կարողանամ ճիշտ կարդալ, առանց կարդալը արտաբերել, այդ ժամանակ ամեն ինչ լավ է մեր երկրում ինձ թվալու։ Ես թվում է դուք առանց այս բառը արտահայտելու էլ շատ լավ իրավիճակում եք։ Ես ուզում եմ դիմեմ մեր սիրելի քաղաքապետարանին եւ մեր սիրելի քաղաքապետին։ Պարոն Ավինյան, չէ՞ որ դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, որ դա տեղի ունեն, երբ որ ձմեռը ինչ որ խնդիրներ են ունենում, հետո գարունը ամառը ամեն ինչ լավ է, փաստորեն այդքան էլ լավ չի մեր օդի որակը, որը որ շնչում ենք մենք, մեր երեխաները եւ անգամ դուք։ Հետաքրքիր է ինչու են հենց կոնկրետ այս վարչական շրջաներում, միգուցե այս վարչական շրջաներում շատ ավելի այսպես ակտիվ է շինարարական պրոցեսը։ Ես գիտեմ, որ պարբերաբար չափումներ են անում, հա, ըստ երևույթի, դե Շենգավիթում չգիտեմ, Շենգավիթում միշտ է այդ վիճակը եղել, մանկուց հիշում եմ, այն ժամանակ գործարաններն են աշխատում, հիմա գործարաններ չկան, բայց ըստ երևույթի շինարարություն դե Նոր-Նորքում շատ է, Դավիթաշենում շատ է, Կոմիտասում շատ է, առհասարակ այդ փոշին, որը որ շինարարություններից է բարձրանում, դա ահավոր է եւ ըստ երևույթի աշխարհում դրա հետ պայքարելու ձևը գիտեն։ Գոնե տեսանելի կերպով շենքերը փակվում են հատուկ, այսպես ասած, ցանցերով, մանր ցանցերով եւ պարբերաբար ջուր է արվում, որ այդ փոշին չբարձրանա։ Մենք այդպիսի բաներ չենք տեսնում եւ չենք տեսնում։ Էլ չխոսամ հարավ-արևմտյան թաղամասի մասին, որտեղ որ ահռելի թաղամաս է նոր կառուցում եւ այդ քամին ամեն երեկո տանում է փոշին այնտեղ։ Վերջը անդա դրա մասին խոսում ենք եւ խոսելու ենք այնքան, մինչեւ այդ հարցը չլուծվի, խոսք եմ տալիս։ Կարծում եմ շատ տեղին է նաեւ խոսել առողջ ապրելակերպի մասին։ Դժվար է առողջ ապրելակերպով հիմա, բայց մենք փորձում ենք։ Բայց մենք ունենք առաջարկ առողջ ապրելակերպի։ Ամեն առավոտ փորձում ենք ձեզ տեղեկություն տալ, թե ինչպես է պետք առողջ լինել, ինչ սնունդ է պետք օգտագործել։ Տեսնենք թե այսօր ինչի մասին ենք խոսելու։ Շատ բան է կախված այն մթերքներից, որ օգտագործում ենք մենք։ Այսօր կխոսենք հենց վերականգնող մթերքների մասին, որոնք որ վերականգնում են մեր անառողջ բջիջները։ Կան այդպիսի փաստորեն։ Կան այդպիսի։ Տեսնես կան նաև մթերքներ, որոնք վերականգնում են այն փոշին, որ մենք կուլ ենք տալիս։ Կամ սպանում են փոշին։ Ըստ երևույթի կան։ Գնացինք։ Այսքանը մրգերի եւ բանջարեղենների մասին միջարից ասեմ, որ 1 տարի առաջ ուղիղ մրգերը մեր երկրում արժեին 21% ավելի ժան, քան հիմա, իսկ բանջարեղենը 26%։ Քանի որ ոչ ես, ոչ Նելին չենք հիշում գները, մենք երջանիկ մարդիկ ենք, իսկ մարդկա կոնկրետ հիշում է ու նեղվում է, գիտես ամեն անգամ։ Բայց հիշում եք մենք այն օրը, դուք ինձ հետ չեք, մենք ունենք հյուրեր, ում հետ խոսում ենք, որ պետք է գների զսպվածության կենտրոն ստեղծել եւ յուրաքանչյուր հարցում։ Խոսքը գնում էր իհարկե ավելի շատ հանգստյան կենտրոնների մասին, բայց կարծում եմ, որ դա նաեւ անդրադառնում է սնունդի։ Դե դուք մի քիչ առաջ պատկան մարմինների անուններ եք տալիս։ Զսպեք գները, մենք չենք զսպում մեզ եւ հորդորում ենք ձեզ գովազ դիտել Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ ձեզ ենք ուզում ներկայացնել մեր առաջին հյուրին։ Նա Արտմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանն է։ Այսօր խոսելու ենք առողջական խնդիրների մասին, որոնք կարող են հիմնովին խաթարել մարդու նորմալ կենսագործունեությունը, բայց որոնց հաղթահարելու ուղիները ժամանակակից բժշկությունն արդեն ունի։ Խոսելու ենք արթրոզներից, դրանց առաջացումից, բուժման առկա մեթոդներից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Նախ եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչ է արթրոզը եւ երբ է ծնվում, որ տարիքում է արդիական եւ ինչպես կարող ենք պայքարել։
Արտրոզը ինքը ինվոլյուցիոն դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդություն է, որը հիմնականում առաջանում է տարեցների մոտ, սակայն ներկա ժամանակում արդեն ավելի երիտասարդացել է, հիմնականում երիտասարդացել է, սակայն հիմնականում առաջանում է տարեցների մոտ, դա հոդային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություն, այսինքն ծերանում է հոդը, որը որ ունի այսպես ասած աստիճաններ եւ ըստ աստիճանների կատարվում է հիմնականում անհրաժեշտ միջամտություն կամ բուժման տարբերակներ, այսինքն հիմնականում ավելի լուսաբանելի պետք է լինի այն առումով, որպեսզի դեռ վաղ ժամանակ ավելի ուշադիր լինեն տարիքի հետ հատկապես կանանց մոտ, որ կարողանան կանխել նրա խորացումը հետագայում վիրահատություններից խուսափելու համար։ Իսկ ինչպես հասկանալ, որ ենթադրենք մեզ մոտ օրինակ արդեն սկսվում է արտրոզ։ Առաջին առաջացման գանգատը, որը որ հիմնականում պետք է այսպես ասած սիգնալ լինի հիվանդի համար, դա ցավն է, որովհետև հիմնական գանգատը սկսվում է ցավից, հետագայում հոդացավից, այո, մենք խոսում ենք հոդերի մասին, հիմնականում խոշոր հոդերի մասին, ծնկան հոդերի եւ կոնքազդրային հոդերի, իհարկե նաեւ լինում է մանր փոքր հոդերի շրջանում արտրոզ ասածը, բայց հիմնական խոցելի հատվածները խոշոր հոդերի շրջանում են եւ հիմնական նշանը, որը առաջանում է գանգատը, որը առաջանում է ցավի տեսքով, դա արդեն պետք է գնալ բժշկի մոտ։ Դա արդեն պետք է ուղեցույց լինի, իհարկե հաճախել բժշկի կամ մոտենալ տեսնել ինչի հետևանք է ցավը առաջացում։ Եկանք բժշկի մոտ։ Ինչ է պարզվում եւ ինչ պետք է անել, աստիճաններ ասացիք որ կան Ենթադրենք սա սկզբնական շրջան է։ Իհարկե սկսվում է հետազոտությամբ, այսինքն բժիշկը քննելուց, զննելուց հետո, գանգատները լսելուց հետո մենք ուղղակի ականջի մեջ մուլտիկ ենք լսում դրա համար Թոմի Ջերին միացավ, չգիտեմ, երևի հոդացավ ուներ։ Թոմի Ջերին ինձ հոդացավ ուներ եւ մեզ հուշեցին, որ մենք ասենք նրանք ինչպես կարող են դիմել ձեզ։ Դա պատմեք։ Սկզբնական շրջանում մոտեցավ, լսեց գանգատները, ապա հաջորդ փուլը դա հետազոտման փուլն է, այսինքն անցնում է այնպիսի հետազոտություններ, որոնք որ անմիջապես հոդի հետ մեզ տալիս են համապատասխան ինֆորմացիա, դա առաջնային բոլորիս հայտնի ռենտգեն ասածն է։ Ռենտգենով երևում է արդեն։ Նախնական, այո, եթե այլ խնդիր բժիշկը ման չի գալիս, դա ռենտգենաբանորեն ավելի տեսանելի է։ Սկսում ենք հետազոտությամբ։ Հետազոտությունից հետո, եթե պարզվում է այս կամ այն փուլում, հետագայում որոշվում է բուժման տակտիկան, այսպես ասած։ Ինչպիսին է, ինչպիսի բուժումներ կա, դեղային մեթոդներով, չգիտեմ, դեղորայքային, ֆիզիոթերապիա եւ վերջը վիրահատություն արդեն։ Գրեթե դուք էլ կարող եք զբաղվել բուժումով։ Գրեթե ամեն ինչ գիտի։ Գրեթե ամեն ինչ գիտեք, իհարկե ճիշտ եք ասում, եթե վաղ փուլերում է լինում, այս դեպքում հնարավոր է կոնսերվատիվ բժշկաբանորեն, ձեր ասած դեղաբանորեն եւ ֆիզիոթերապևտիկ միջոցներ դա կոնսերվատիվ տարբերակն է, այսինքն հնարավոր է խուսափել վիրաբուժական, վիրահատական տարբերակից։ Կոնսերվատիվ տարբերակը իր մեջ ներառում է դեղորայքային, ինչպես նաև փոքր ինվազիվ մեթոդներ, այդ թվում ներարկումների եւ ֆիզիոթերապևտիկ մեթոդները հետագայում արդեն եթե դա վաղ փուլերում է դրա համար ավելի ճիշտ տարբերակն է եթե կա անհրաժեշտ կա գանգատներ պետք է դիմել անպայման որպեսզի վաղ փուլերում հաստատվի ախտորոշումը եւ հետագայում չխորանա այսպես ասած Խոսենք նաեւ մի փոքր պրոթեզավորումից Ես մի հատ ուզում եմ ասեմ, եթե ինչ-որ խնդիր ունեք, զանգարեք 093 52 66 44 հեռախոսահամարին եւ արդեն այնտեղ կստանաք կոնսուլտացիաներ։ Հիմա մենք տեսնում ենք կադրեր, դուք տեսնում եք վիրահատություն, սա արդեն վերջին ստադիան է, ամենածանր եւ դժվար։ Եվ ինչ վիրահատություն է իրականացվում։ Այստեղ կատարվում է էնդոպրոթեզավորում կոնքազդրային հոդի, դա այս ժամանակահատվածում, այսինքն բավականին ճակերտավոր ասած հեշտացել է ինչ առումով, որ հեշտ լուծելի է դարձել, մոտ տարիներ
առաջ, մի 15-20 տարի առաջ դեռ շատ բարդ ընթացքով էր այս ամենը գնում։ Ներկա պահին մենք բարդացված ռենտգենաբանորեն բարդ դեպքեր ենք տեսնում, Դա մաքսիմալ բարդ է, որը եւ առաջացել է նաեւ կոտրվածքի հիման ֆոնի վրա եւ սա միայն կոտրվածքի ժամանակ կատարվող էնդոպրոթեզավորում է, սակայն մենք խոսելով արտրոզների ժամանակ, վաղ փուլերի ժամանակ նաեւ շատ կարևոր է այս պահին վաղ փուլերում իրեն պրոֆիլակտիկ, ինչպես նաև դեղորայքային միջոցով կանխել։ Շատ կարևոր է, ինչի եմ նշում, որովհետև բավականին ծանր դեպքերում են հետագայում դիմում բժիշկներին, որ արդեն անխուսափելի է լինում։ Ես անընդհատ շեշտում եմ, որովհետև շատ է, այսպես ասած, ցավազրկողներին ժողովուրդը դիմում եւ արդեն գալիս է ծայրահեղ վիճակ։ Ցավը անցնում է, բայց խնդիրը չի լուծում եւ օրգանիզմի ներսում է ժամանակավոր, իսկ ռադիկալ, այսպես ասած, արդեն ծանր դեպքերում անխուսափելի է լինում վիրահատական միջամտությունը։ Եվ խոսեցինք պրոթեզավորումից, եկեք մի փոքր մանրամասնենք, ինչ է պրոթեզավորումը, որ դեպքերում են այն իրականացվում։ Ինչպես խոսեցինք, հիմնականում առաջանում է պրոթեզավորման կարիք լինում է արտրոզների եւ այլ ենթատիպերի ժամանակ։ Ես եթե շեշտը դրված է արտրոզների ժամանակ առաջանում է այսպես հասանելի ժողովրդի լեզվով ասած մաշվածության ծանր դեպքերում, երբ որ առաջանում է բացի ցավից արդեն քայլքի խանգարում, տեղաշարժվելը դժվարանում է մարդկանց մոտ եւ ծայրահեղ վիճակում ստիպված գնում են վիրահատության կամ այսպես անկիլոզ ասած հասկացողություն կա, երբ որ սկսում է հոդի ֆունկցիան արդեն այսպես ասած կորչում է, զարգանում է հոդի ֆունկցիայի խափանում, այսինքն չի աշխատում հոդը։ Եվ գնում ենք այդ դեպքում վիրահատական միջամտության եւ պրոթեզավորում եք արհեստական հոդ, որը որ լիարժեք ինչից է պատրաստված, ինչ մետաղ է ինքը տարբեր ֆիրմաների տարբեր պրոթեզներ ունեն, այսպես ասած, տարբեր նյութային կազմված են տարբեր նյութերից եւ մեկ նյութից չէ, այնտեղ կա կոբալտ խրոմ, այնտեղ կա պոլիէթիլենային կոմպոնենտ եւ այլն։ Կարծում եմ այտենց։ Չէ, մեզ ուղղակի հետաքրքրեց այն փաստը, թե ինչպես է այն մարդու օրգանիզմում կարողանում ադապտացվել, դառնալ կարծես թե մերը, որտեղ դրանից հետո մարդիկ երկար եթե մետաղային կոմպոնենտ կա, նրանք իներտ մետաղներ են, որոնք որ որևիցե ռեակցիա չեն առաջացնում օրգանիզմի հետ, սակայն կա այսպես ասած 0.01% որ հավանականություն կարող է առաջանալ նաև այսպես ասած անընդունելիություն օրգանիզմի կողմից։ Ինչքան ժամանակից մարդը կարողանում է անցնել նորմալ կյանքին, եկավ վիրահատությանը, փոխեցինք պրոթեզավորումը տեղի ունեցավ։ Նախ կարծում եմ ճիշտ կլինի ասել, թե ինչ փուլերով է անցնում վերականգնողական սկզբնական փուլը, նոր վերականգնողականը, սկզբնական բնականաբար հետազոտություն է անցնում մարդը ամբողջությամբ այլ օրգան համակարգերի հետ կապված նույնպես, քանի որ պատրաստվում է վիրահատական միջամտության, վիրահատությունը տևում է մոտավորապես ժամ, ժամկես, 2, շատ բարդացած դեպքերում մինչև կարող է 3 եւ ավել ժամ տևել։ Դրա համար եւս նորից կնշեմ, որ ինչքան վաղ փուլերում է դիմում, եթե նույնիսկ այսպես ասած կանխարգելել հնարավոր չէ հետագա խուսափելու վիրահատությունից, նաև հնարավոր է գոնե հեշտ փուլում եւ բժշկի համար եւ հիվանդի համար։ Սակայն բավականին շատ է առնչվում ենք ծանր դեպքերի հետ վիրահատական շրջանը հաջորդ օրվանից հիվանդը բուժարուն սկսում է քայլել արդեն հաջորդ օրվանից դեռ չանցած 24 ժամ սկսում է քայլել արդեն հենակի միջոցով, որոշակի կանոններ կա, որոնք որ խիստ պահպանելու դեպքում հետագայում 40 օր հետո լիարժեք վերադառնում է կյանք։ Նույնիսկ զբաղվելով հետագայում ես չեմ վախենում ծերացումից, մանավանդ որ մենք արդեն բժշկին շատ լավ ճանաչում ենք, այնպես է ոչ միայն ծերացում, նաև կան երկրորդային այնպիսի հիվանդություններ, որոնք այսպես ասած հոդային խնդիրները վաղ են ծերացնում կամ առաջացնում են այնպիսի խնդիրներ, որի դեպքում նույնպես իրականացվում է էնդոպրոթեզավորում։ Դոկտոր, իսկ կան օրինակ սպորտսմեններ, որոնք այդպիսի վիրահատություն արել են եւ վերադարձել են մեծ սպորտ։
Պրոֆեսիոնալ սպորտում չեմ լսել նույնիսկ դեպք Հայաստանի Հանրապետությունը, որ իրականացվել է եւ մասնակցում է, շարունակում է, սակայն ունեցել եմ դեպքեր շատ են լինում, որ հետագայում ակտիվ, այսպես ասած, թե ոչ պրոֆեսիոնալ սպորտաձևերով զբաղվում են։ Հարց, որը որ կարծես թե շատերին կհետաքրքրի, եթե դու ունես այդպիսի պրոթեզ, որը որ պարունակում է իր մեջ մետաղ, հետո խնդիրներ չի առաջանում օդանավակայաններում, ես չգիտեմ, ազգային ժողով մտնելուց, զնգում ես անդադ։ Ազգային ժողովը շատ է։ Դե ազգային ժողով ես գնում։ Ազգային ժողով մտնելուց չեմ կարող ասել։ Սակայն օդանավակայան ինչքան որ եղել է, որևիցե խնդիր չի առաջացել, սակայն այս ամեն ինչը իրականանում է, այսպես ասած, ամբողջական փաստաթղթային տարբերակով, տրվում է նաև կապված պրոթեզի հետ կապված ինչ որակի, ինչ ֆիրմայի եւ ինչ այսպես ձեր հարցրած մատերիալից է կազմված, սակայն բացի դրանից նաև տրվում է հիվանդության պատմություն, էպիկրիզ, որը որ հետագայում իրեն օգտվում է։ Իսկ խիստ անհրաժեշտության դեպքում նաև տրվում է մեր կողմից տեղեկան, որպեսզի սակայն ասեմ, որ չեմ առնչվել, որ խնդիր առաջանա, բավականին շատ ունեմ տեղադրած էնդոպրոթեզ, երբևիցե խնդիր չի առաջացել։ Նույնիսկ ուզել է հիվանդներին, որոնք որ մինչև թռիչքը մոտեցել են եւ տվել ենք մենք փաստաթղթային տարբերակը լրացրել ենք, սակայն հետագայում նույնիսկ չեն էլ հարցրել իմանալով հետագայում։ Հասկանալի։ Ինչ կարող եք ասել մատչելիության մասին, ինչքանով է մատչելի սա եւ հասանելի է պետպատվերներ գոյություն ունեն այս սոցփաթեթներ։ Ցանկացած պետպատվեր գործում է բուն վիրահատության հետ կապված, իսկ էնդոպրոթեզավորումները իրենք տարբեր գների են լինում եւ կապված նաեւ բժիշկը հաշվի առնելով տարիքը, հաշվի առնելով նույնիսկ սեռը, հիվանդության հիմնական պատճառները, արդեն խորհուրդ է տալիս հիվանդին ինչ տարբերակի եւ ինչ մատչելիության։ Սա պրոթեզի որակի մասին է, դրանց է կախված ամենաշատ հիմնականում ֆիրմաների հետ կապված եւ ինչու՞ չէ նաեւ որակի հետ կապված, նրանց երկարակեցության հետ կապված լինում են, եթե անհրաժեշտ է գնային տարբերակով, եթե ֆորմատը թույլ է տալիս գնային տարբերակը մոտ 900,000 դրամից սկսած կա պրոթեզներ, որոնք որ կամպանիաներ են, այսպես ասած ֆիրմաներ են ներկրում են արտերկրից եւ մենք արդեն համագործակցելով տեղադրում ենք պրոթեզները։ Իսկ քանի տարի այդ պրոթեզը աշխատում 50 տարի, 30 տարի, 10 կան պրոթեզներ հիմնականում 15-ից մինչև 30 տարի իրենց պիտանելիության ժամկետն է, որը որ երաշխավորված իրենց ֆիրմաների կողմից տալիս են եւ մենք նույնպես փոխանցում ենք բուժառուներին, հիմնականում 25-30 տարի։ Իսկ պրոթեզավորված հիվանդը սկսում է բնականon իր կյանքով ապրել, թե ենթադրենք որ ժամանակ առ ժամանակ պետք է պարտադիր լինի ձեր հսկողության տակ, սահմանափակումներ կան, թե ոչ։ Այսպես ասած, սկզբնական սահմանափակումները անցնելուց եւ ճիշտ հետևելուց իրենց կենսակերպ այդ մոտ 40-45 օրվա ընթացքում Ընդամենը 45 օր է։ 45 օր հետո լիարժեք անցնում է բնականon կյանք եւ նույնիսկ գալիս են հետագայում ինչ-ինչ հարցերով, նույնիսկ մոռանում են այդ խնդրի մասին, որ իրենք պրոթեզ ունեն եւ պրոթեզավորված են։ Դե իրական, եթե դու արդեն խնդիրներ ունես շարժվելու հետ, քայլելու հետ, իսկ հետո ունենում ես կարծես թե նոր պրոթեզ, նոր հոտ, նոր ես ծնվում, սկսում ես էլ ավելի ակտիվ ապրել։ Այս հիվանդությունը արտրոզ որքանով է տարածված Հայաստանում։ Կա ինչ-որ որոշակի ստատիստիկա, թե որքան է բնակչության քանակային մասը տառապում այս հիվանդությամբ։ Ես որևիցե հետազոտություն, այսպես ասած, չունեմ, բայց սակայն իմ հիվանդների հետ կապված բավականին կարող եմ ասել երիտասարդացել է արտրոզ այլ հիվանդությունների ֆոնի վրա, օրինակ ռևմատոիդ արտրիտների ժամանակ բավականին երիտասարդ տարիքում առաջանում է խորանում է հոդի, այսպես ասած, մաշվածությունը եւ կարող եմ ասել բավականին երիտասարդացել է։ Իսկ միջազգային բանով 3 անգամ էլ ավելի կանանց մոտ է, այսպես ասած, առաջանում արտրոզները հետկլիմակտերիկ շրջանում 40-ից տարիքում։ Քեշ կանեք։ Այո, էլի ձեզ ավելի դժվար է։ Էլի ձեզ ավելի դժվար է։ Բայց այլևս մեղք չենք։ Այո, որովհետև տեսնում եք, որ գոյություն ունեն այսպիսի կլինիկաներ 093 52 66 44 զանգահարեք։ Ձեզ այս հեռախոսահամարով կարող են արդեն կապվել ձեզ հետ, հետագա հանդիպումների հետ կապված, կոնսուլտացիայի հետ կապված։ Իհարկե, բնականաբար, եթերից հետո։
Ես այսպեսի հարց ունեմ, այ ասացիք, որ երիտասարդացել է եւ կանայք ավելի շատ են, ինչի հետ է կապված դա սննդակարգի հետ է կապված, էկոլոգիայի հետ է կապված, ինչն է, պատճառը որն է։ Բնականաբար էկոլոգիան մեծ նշանակություն ունի այս խնդրի հետ, բայց էկոլոգիան նաև տղամարդկանց էլ է վերաբերվում այս հարցում։ Իսկ տղամարդիկ ավելի պաշտպանված։ Ինչ է ասում կանայք եւ ինչ տղամարդիկ։ Իսկ ինչ կապված է կանանց մոտ, իհարկե ֆորմատը ոչ բժշկական է, ես ուզում եմ այսպես փակագծերը շատ չբացել, հետ կլիմակտերիկ շրջանում հորմոնալ փոփոխությունների հետևանքով կանանց մոտ 3 անգամ ավելի հաճախակի է լինում եւ էնդոկրին հիվանդությունների առաջացման ֆոնի վրա եւ այլ մեխանիզմներով։ Ծնկների հոդերներ են փոխում նույն կերպ էլի այդ 40 օրն է պրոթեզավորումը։ Այո, հիմնականում խոշոր հոդերն են տուժում եւ հիմնականում կատարում է խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, դա ծնկները եւ կոնքազդրային հոդերն են։ Այսպես ասած, կոնքազդրային հոդերը ավելի գերակշիռ մաս են հանդիսանում։ Դե որտեվ դրա նագրուսկան էլ ավելի շատ է եւ այդ հոդերը ավելի, այսպես ասած, դե պարզ է։ Լավ, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, եղեք առողջ եւ իմացեք, որ սա փաստորեն լուծելի խնդիր է, 093 52 66 44 հեռախոսահամարով զանգահարեք, ստացեք կոնսուլտացիա եւ հետո արդեն տեսնեք։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը։ Շնորհակալություն։ Ես էլ եմ Շատ շնորհակալություն եւ իսկապես եթե տասնյակ տարիներ առաջ այս խնդիրը անլուծելի էր, կարծես թե հիմա արդեն ամեն ինչ լուծելի է։ Այո, գովազ շանթի եթերում, եղեք առողջ։